Վերջերս ոստիկանության վայքի բաժնի վարչական տարածքում արձանագրվել էին ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր։ Թիրախը ռուսական արտադրության մեքենաներն էին, մասնավորապես VAZ-2106 մակնիշի։ Գողանում էին տեսաձայնագրիչներ, մարտկոցներ, ռադիատորներ իրենց հովացուցիչներով եւ այլն։ Ձեռնարկված համալիր գործողությունների ընթացքում շուտով պարզվեց, որ հիշյալ գողությունները կատարվել են նույն անձի կողմից, որը եղել էր VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայով։ Իրացնելով ստացված տեղեկությունները քրեական հետախույզները շուտով ճշտեցին մեքենայի համարանիշերը, ապա եւ վարորդի ինքնությունը։ Կասկածյալը երևանցի էր Արայիկ Միքայելյանը, որը սեպտեմբերի լույս 25-ին ժամը 06:30-ի սահմաններում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 53 շենքի բակից գողություն կատարելու պահին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության վայքի բաժին։ Նախկինում 5 անգամ դատապարտված Միքայելյանն անհերքելի փաստերի ճնշման տակ խոստովանական բացատրություն տվեց։ Բացահայտվեց նրա կողմից նախկինում կատարված եւս 5 գողություն, բոլորն էլ ավտոմեքենաներից։ Գողոնը մասամբ արգրավված է, կատարվում է քննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի սեպտեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը, բացահայտվել է գողության 22, խարդախության 10, գույքի դիտավորությամբ ոչնչացման 14, խուլիգանության 2, կողոպուտի եւ կաշառակերության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, գողության 8, խարդախության, ապօրինի ծառայատման եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 41-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Տուգանային հրապարակ են տեղափոխել 156 տրանսպորտային միջոց, որից 107 մեքենայի վարորդ եղել են ոչ սթափ վիճակում, իսկ 49 առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար։ Նույն ժամանակահատվածում երկրորդ սպայական գումարտակի կողմից հանրապետության մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու 69 դեպք։ Հայտնաբերվել են ԴՀԿ ծառայության կողմից հետախուզվող 23 եւ ժամկետ անց ԱՊԱ պայմանագրով երթևեկող 13 ավտոմեքենա։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց։ Սեպտեմբերի 24-ին եւ 25-ին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների համատեքստում կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի մի խումբ անդամներ այցելեցին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 եւ Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցներ։ Առաջին հանդիպումը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում էր։ Երեխաները մեծ ոգևորությամբ դիմավորեցին հյուրերին։ 3-ից 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ դահլիճում «Ես արդեն 24 տարեկան եմ» խորագրով տեղի ունեցավ տոնական հանդես։ Աշակերտները անկախության տոնի առթիվ հայրենասիրական բանաստեղծություններով երկու պարով շնորհավորեցին ներկաներին։ Գեղարվեստական մասի ավարտից հետո աշակերտների միջև տեղի ունեցավ վիկտորինա մրցույթ։ Հարցերը համահունչ էին օրվա խորհրդին, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, որոնք են Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերը։ Վետերանները, որ ժյուրիի կազմում էին, հաղթողներին պարգևատրեցին պատվոգրերով։ Դպրոցականների հետ հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 25-ին էր Արշավիր Շավարշյանի անվան դպրոցում։ Պատվավոր հյուրերի կազմում էր Արցախյան պատերազմի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Դպրոցի դահլիճում միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով։ Աշակերտները ներկայացրին, թե Հայաստանի Հանրապետության զինանշանն ինչ է խորհրդանշում, խոսեցին դրոշի գույների մասին, կատարեցին պատմական էքսկուրս, երգեցին ու պարեցին, արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ։ Արկադի Տեր-Թադևոսյանը դրվագներ պատմեց պատերազմական գործողություններից, իր անցած մարտական ուղուց եւ դպրոցականներին պատգամեց արժանի հետևորդներ լինելու համար լավ սովորել։ Ոստիկանության վետերանները դպրոցի տնօրենին գավաթ նվիրեցին ի նշան գեղեցիկ եւ բովանդակալից միջոցառման։ Աշակերտները դպրոցի բակում հայկական ժողովրդական խրոխտ պարով ճանապարհեցին հյուրերին։ Ոստիկանների համագործակցությունից գոհ էին թե ուսուցիչները, թե ծնողները։
Սեպտեմբերի 29-ին Երևանի ժամանակով ժամը 11:13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, դիմում @police.am էլեկտրոնային հասցեներին։